Պարոն Հովակիմյան, ձեր ասածը ընկալելի է եւ հասկանալի է։ Մենք հասկանում ենք, որ այդ բոլոր ձայները ընտրատեղամասերում բոլոր ուժերից զրոյացվել են, հարցը եւ խնդիրը դրանում չի։ Դուք ասում եք ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, բայց ինչպես ազդեցություն չեն ունեցել ընտրությունների ելքի վրա, խնդրում եմ ելքի վրա չէ, ընտրության արդյունքների վրա։ Ընտրության արդյունքների վրա, եթե օրինակ Բարգավաճ Հայաստանն էլ պնդում է, որ այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով իրենք հատում էին անցողի քշեմը, դուք հիմա պնդում եք, որ իրենք այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էլ չէին հատելու խորհրդարան անցնելու շեմը, եւ նաեւ դուք այստեղ նշեցիք, որ եթե մենք այդ 2 ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչեինք, ուժերը գնալու էին արդեն ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով։ Այստեղ հարց է առաջանում, պարոն Հովակիմյան, դա իրենց համանդրական իրավունքն է, կուզեին կդիմեին համանդրական դատան անվավեր ճանաչել, դուք ինչի եք այդտեղ անհանգստանում։ Ինչն էր խնդիրը։ Դուք ասացիք, որ եթե այդ ընտրատեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեն, ուժերը ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ճանապարհով էին գնալ։ Ուզում եմ հասկանամ, ձեր մտահոգությունը այդտեղ ո՞րն էր, կամ ո՞րն է։ Իմ մտահոգությունը որպես նախագահ եւ կենտրոնական տրական հանձնաժողովի եւ ունենալ ընտրություններ, արդյունքներ, որոնք վիճարկման, այսինքն անվավեր չեն կարող ճանաչվել։ Սա է։ Այսինքն դուք ասում եք, այսինքն ձեր ավելի պարզ ներկայացնում ձեր ասածը լավ խախտում էր եղել, աշկ փակեք, իրենք բողոքեին այդ խախտումից չէին բողոքի, չէ, այդպես չի, հենց առաջ գնահատողը չէ, տեսեք, գնահատողը այդպես է, խախտումները ոչ ոք չի վիճարկել, հարգելի լրագրողներ, ես կրկնում եմ, խախտումները, որ տեղ են ունեցել, այսինքն կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից այդ 3 տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը բոլորի կողմից ճանաչվել է որպես ճիշտ որոշում։ Հասկանում եք, այստեղ խնդիրը ինչու է կան, բոլորը ընդունում են, ասում են, այ դուք արել եք ճիշտ որոշում, բայց ձեր հաջորդ քայլերը մեր սրտովը չի, որովհետև մենք դրանից չենք շահ, չէ, կենտրոնական տրական հանձնաժողովի հաջորդ քայլերը կրկին բխել են ընտրական օրենսգրքից։ Եվ երբ որ ես ասում եմ, որ չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, դա ասում եմ, բանաձևը շատ պարզ է։ Մենք ունենք 3 տեղամաս, որտեղ տեղի ունեցել խախտումներ, կան խախտումների ազդեցություն, որը վերածվում է անճշտությունների։ Եվ կան ընտրությունների արդյունքներ մնացած 2002 տեղամասերում։ Արդյունքն, որպեսզի ազդեցությունը գնահատեք, պիտի դիտարկեք այդ 2002 տեղամասերի քվեարկության արդյունքները, ընդհանուր արդյունքները ինչպիսին են։ Կա իրավիճակ, որ այդ արդյունքները 3 խմբակցություն է անցնում, չէ՞։ Այս 2002-ում։ Այս 2005-ում արդեն ավելացրած են անճշտությունները, այսինքն վատար պատկերը ավելացրած։ Կրկին իրավիճակը նույնն է, կրկին 3 խմբակցություն է անցնում։ Սա է, որ իրավիճակը, երբ որ ասում ենք, որ չի ազդել, սա պարզ բանաձև է, հասկանալի է, երբ որ այսպես ասեմ, երբ որ մի բան դիմացինի ցանկությունով չի, ինքը կարա հրաժարվի չընդունի, բայց խնդիրը էս է, որ 2005 տեղամասերի քվեարկության արդյունքներով, այդ թվում անվավեր ճանաչված 3 տեղամասերով, անցել է 3 խմբակցություն։ 2002-ը, եթե այդ 3 տեղամասը չդիտարկենք, այսինքն այդ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չդիտարկենք, կարծես այդ 3 տեղամասը ընդհանրապես այնպես քվեարկություն չէր եղել։ Էլի անցնում էր 2002 տեղամասը կրկին անցնում է 3 խմբակցություն։ Այսինքն ստացվում է, որ այս 3 տեղամասի խախտումները չեն ազդել ընդհանուր արդյունքների վրա։ Եթե 3 տեղամասի արդյունքներ, 3 տեղամասի անվավերությամբ փոխվեր պատկեր, այսինքն 2002-ով լիներ մի պատկեր, 2005-ով լիներ մի պատկեր։ Այս դեպքում արդեն մենք գալիս ենք այն քննարկմանը, արդյոք նման պայմաններում հնարավոր է կազմակերպել վերաքվեարկություն։ Այդ իմ համանդրական դատարանում ներկայացված խոսքից կարևոր դա է, որ նման, բայց սա կրկնում եմ, շարունակությունն էր։ Դա լինելու շարունակությունը, որ արդյոք 3 տեղամասում վերաքվեարկություն նշանակելը լինելու ազատ արդար թափանցիկ քվեարկություն։ Թե այս դեպքում ուղղակի ունենալու ենք փակ ռեժիմով, բայց բաց քվեարկություն։ Բայց ասում եմ, կրկնում եմ, դա կլիներ այն դեպքում, այսինքն այդ հարցը քննարկումը ավելի ակտուալ կլիներ այն պարագայում, եթե 2002 տեղամասերի
արդյունքները եւ 2005-ով ամփոփված արդյունքները իրարից տարբերվեին։ Հիմա սա շատ պարզ այնտեղ, եթե չեմ սխալվում, ընդամենը 21 ձայնով է խնդիրը այդ իրավիճակը փոխվում։ Այսինքն 21 ձայնով է այս իրավիճակը փոխվում։ Մենք վաղաշաբաթի ընտրություններում ունեցանք իրավիճակ, երբ որ խմբակցություններից մեկը 16 ձայնով հավաքանիում խմբակցություն չունեցավ։ Հիմա այս դեպքում մոտավորապես նույն խնդիրն է։ Հասկանում եմ, որ ազգային ժողովի այս դեպքում արդեն ազգային ժողովի падգամավորի մանդատի падգամավորական խմբակցության մասն է խոսքի գնում, բայց իրավիճակը սա է օրինական վիճակը։ Մնացածը արդեն էմոցիա են եւ ընդհանրապես քաղաքական գնահատականներ։